Այս վիտամինի պակասի դեպքում մեր օրգանիզմում տեղի ունենում մի շարք փոփոխություններ, այսինքն ամենաառաջինը օրգանիզմում մեր դիմադրողականությունն է անկնում, մեր իմունիտետն է անկնում եւ մենք անպաշտպան ենք լինում վիրուսներից ու մանրէներից։ Այս վիտամինի պակասի դեպքում նաեւ քրոնիկ հոգնածություն է նույնիսկ առաջանում, հյուծվածություն է առաջանում։ Հավանաբար շատերը գուշակեցին, թե որ վիտամինի մասին է խոսքը, այո, դուք ճիշտ եք, խոսքը C վիտամինի մասին է։ Վիտամին C-ն, նատրիումի ասկորբինատը, անհրաժեշտ է օրգանիզմի բնականոն աշխատանքի համար, ներբջջային կոլագեն ձևավորելու համար, ատամների, ոսկրերի եւ բազանոթների պատերի կառուցվածքի ամրապնդման համար եւ իմունային ուժեղ համակարգի ձևավորման համար։ Վիտամին C-ն նատրիումի ասկորբատի տեսքով ունի մեղմ ազդեցություն ստամոքսավրքային տրակտի լորձաթաղանթի վրա, ինչպես նաև լավ է ներծծում եւ կուտակվում օրգանիզմում, քան օրինակ ասկորբինատը։ Վիտամին C-ի պարունակությունը 2 պատիճու 900 մգ-ը բարձրացնում է օրգանիզմի արդեն ասացի իմունիտետը, դիմադրողականությունը վարակների նկատմամբ, պաշտպանում է վիրուսներից ու մանրէներից, նպաստում է կոլագենի արտադրությանը եւ դրա ավելի լավ կլանմանը սննդային հավելումներից։ Ինչպես նաև արդեն հետեւաբար ճիշտ օգտագործումից, բարբերաբար օգտագործումից մենք կամ ինչից զերծ կմնանք։ Կանցնի քրոնիկ հոգնածությունը, հյուծվածությունը եւ C վիտամինը համարվում է հզոր հակաօքսիդիչ։ Այս փաթեթում կա 60 պատիճ, կիրառման եղանակը օրինակ մեծերը օրը 2 պատիճից կարող են խմել հաց ուտելու ընթացքում, 2 անգամ հաց ուտելու ընթացքում։ Այսպես դուք գրեք տեսնեմ ինչքան ժամանակը մեկ եք օգտագործում խմում այսպիսի վիտամիններ, հատկապես C վիտամին, կամ միգուցե չեք օգտագործում, ինչով եք լրացնում սրա պակասը ձեր օրգանիզմում։